Բարև ձեզ, Civilnet-ի տաղավարում է առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հռչակում է Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը որպես իրենց ռազմավարական անելիք։ Փաշինյանը նշում է, որ 4-րդ Հանրապետությունը երրորդից նախ եւ առաջ տարբերվելու է խաղաղությամբ, իհարկե այլ փաստարկներ չի ավելացնում, ասելով, որ հիմա ընդունենք, հետագայում կհասկանանք, ոնց եք վերաբերվում առհասարակ այս որոշմանը եւ հանրապետությունները այս կերպ են հռչակվում։ Դե գիտեք, եթե պատմականորեն նայենք, պետք է լինի ինչ-որ շատ կտրուկ փոփոխություն նաեւ իշխանության, որպեսզի հնարավոր լինի հռչակել ինչ-որ թվով նոր հանրապետություն։ Համենայն դեպս հիմա Ֆրանսիայի 5-րդ հանրապետությունն է, չէ՞։ 4-րդը որն էր։ 4-րդը վիշեական, այսինքն կոլաբորացիոնիստական, ֆաշիստների հետ համագործակցող կառավարությունն էր, որից պետք էր հրաժարվել։ Բայց եթե նույն մարդը ասում է, ես փաստորեն ասում է, ես այս երրորդ հանրապետությունը տապալել եմ եւ հիմա հռչակում եմ 4-րդ, դա տրամաբանական չի։ Թիվը այնքան էլ կարեւոր չի։ Կարեւոր են այն սկզբունքները, որոնք հռչակվում են այդ փոփոխության առումով։ Եվ սկզբունքները པարզ չեն, ինչպես դուք ասացիք, այս մեկը կլինի խաղաղ, այն մեկը խաղաղ չէր։ Ով է երաշխավորում խաղաղությունը։ Խաղաղությունը, ինչպես տեսնում եք, ամբողջ աշխարհում ոչ ոք չի երաշխավորում։ Ոչ ոք չի կարող երաշխավորել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։ Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ երկրի անվտանգությունը։ Դրա համար խաղաղությունը որպես հիմնական փաստարկ վերցնելը սխալ է։ Եթե լինեն այլ փաստարկներ, ելի կարելի էր մտածել, բայց դրանց մասին առայժմ չեն խոսում։ Սա իհարկե դրվագներից մեկն է այն մեծ քաոսի, որի մեջ մի քանի տարի ապրում ենք, բայց որքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի մարում է, հույսը նոր քաղաքական ուժի ձևավորման։ Հարցումներն էլ մի կողմից սոցհարցումները փաստում են, որ մարդկանց 60%-ից ավելին որևէ քաղաքական ուժի չի վստահում կամ ընտրությունների առհասարակ չի գնա, բայց այդ հանդերձ ընտրությունների իհարկե տեղի կունենան եւ արդյունքն էլ կարծես թե ինչ որ չափով կանխատեսելի է։ Ինչ է կարծում, այսքան խմորումներից հետո ո՞րն է պատճառը, որ նոր քաղաքական ուժ, քաղաքական միտք չի ձևավորվում Հայաստանում։ Դե եթե խոսենք անտարբերության մասին, որը դուք նշեցիք, իսկապես քաղաքական անտարբերություն կա հասարակության մեծ մասի մոտ, մարդիկ ասում են թողեք մենք հանգիստ ապրենք, ուտենք, խմենք, հարստանանք, մենք ընդհանրապես չենք հետաքրքրվում ոչ Արցախով, ոչ չգիտեմ մեր սահմաններով, ոչ Ադրբեջանի սպառնալիքով, դա մարդիկ իրենցից վանդում են այդ ամեն ինչը, որպեսզի հանգիստ կենցաղային իրենց հոգսերով ապրեն։ Դա ձեռնտու է իշխանությանը։ Դա իհարկե ձեռնտու է իշխանությանը։ Այսինքն ի տարբերություն տոտալիտար ռեժիմի եւ ի տարբերություն ժողովրդավարության, ավտորիտար ռեժիմը, որում մենք ապրում ենք, այդ ռեժիմը շահագրգռված է մարդկանց անտարբերության մեջ, որքան անտարբեր են, ինչ ուզում եք արեք։ Ուզում եք ձեր խոհանոցներում կամ Facebook-ներում մեզ հայհոյեք վերջին բառերով, կարևոր չի։ Կարևոր է, որ դուք հանգիստ նստեք եւ նրանք, ովքեր հանգիստ չեն նստում, նրանք բնականաբար ենթարկվում են ռեպրեսիաների, բայց ոչ թե ամբողջությամբ, ինչպես տոտալիտարիզմի ժամանակ, ասենք, բոլոր բժիշկները, Ստալինի ժամանակ կամ բոլոր, չգիտեմ, կոսմոպոլիտները, այլ կետային են ռեպրեսիաները, այն մարդկանց նկատմամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել իշխանության համար։ Եվ բնականաբար ձեր հարցը այն մասին էր, որ չի ձևավորվում այդ ուժը, ես կարծում եմ սպეციფიկ, առանձնահատկություն այն է, որ իշխանությանը հաջողվում է բոլոր տեսակի անդիմադիրներին կապցնել նախկինների պիտակը եւ ոչ միայն նախկինների, այլև 5-րդ Շարասյան, այսինքն բոլորը ռուսական ագենտներ են, շպիոններ են, չգիտեմ, Կրեմլի գործակալներ են եւ այլն։ Նրանց հաջողվում է նրա բոլորի վրա, ով էլ լինի, ով էլ ասի, ես ոչ մի կապ չունեմ, եւ ընդհանրապես հայհոյի վերջին բարերով ուրեմն առաջին 3 նախագահներին, միևնույն է, կասեն, ահա, սա սրա հետ է, նկատի ունի, որ սա սրա հետ է, չնայած թաքցնում է, մենք գիտենք եւ այլն, եւ հաջողությամբ կարողանում է այդպիսով մարդիկ չեն տեսնում իսկապես այն ուժը, որը կապված չի նախկինների հետ։ Չնայած այդպիսի ուժեր շատ են ի հայտ գալիս, շատ են հայտարարվում, հռչակվում, բայց
հասարակության համար միևնույն է։ Ես ինչ որ գրում եմ կամ ինչ որ ռիլսներ եմ անում, տակը գրում են Putler, չգիտեմ, Կապիրկին եւ այլն, մտածելով, որ ես ինչ որ ձևով առաջ եմ տանում Ռուսաստանի շահերը։ Չնայած Ռուսաստանի քաղաքականությունը, Պուտինի քաղաքականությունը ինձ համար խիստ անընդունելի է, բայց դա ոչ մեկին չես կարող ապացուցես, հա, հասկանում եք։ Այսինքն քարոզչական շատ ճիշտ ձև է ընտրված բոլոր տեսակի նոր հին ուժերին կապել առաջին 3 նախագահների հետ կամ ռուսների հետ կամ բոլորի 4-ի հետ միասին, այսպես ասած։ Բայց այդուհանդերձ մարդիկ վշռքի նժարին դնում են այդ նախկիններին կամ պիտակավորված քաղաքական հասարակական գործիչներին, մյուս նժարին իշխանության, որը պարտություն է բերել, այսքան աղետներ է բերել, բայց ընտրում են էլի այդ իշխանության այստեղ հարց է առաջանում, այս մասին շատ եմ մտածել, մեր հասարակության վրա պատերազմը իր հետևանքներով ազդեցություն թողել է, թե չէ։ Դեռ թողնելու է, դեռ կոպիտ ասած տակ ենք, հա։ Դեռ իհարկե թողնելու է երկար ժամանակ թողնելու է պարտությունը, բայց տեսեք, պարտությունը հասարակության մեծ մասի համար, չգիտեմ, գուցե նույն զգալի մասի համար, որովհետև ոչ մի սոցիալական հարցում ինձ չի համոզում։ Սոցիալական հարցումները տարբեր իդեպ, հա, սոցիալական հարցումների մասին։ Ենթադրենք 98 եւ 9% ասում են, որ չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Հա, չեն ուզում։ Դրանից ինչ։ Դա ինչ է տալիս, ինչ գործողությունների է դիմում, ինչ գործողությունների են դիմում մարդիկ, որոնք չեն ուզում։ Չուզելը քիչ է, հա։ Հիմա մենք չենք ուզում, որ լինի, ենթադրենք Զանգեզուրի միջանցք, հա, ենթադրենք։ Ինչ է դրանից բխում։ Ոչ մի բան չի բխում, այսինքն սոցիալական հարցումները, եթե մի կողմ դնենք, հասարակության մեծ մասը չի տեսնում այն այլընտրանքները, իսկապես չի տեսնում այն այլընտրանքները, որոնք կան այս իշխանությանը։ Այսինքն, եթե ինձ հարցնեք, ապա ավելի վատ, ավելի աղետաբեր, ավելի ավերներ բերող իշխանություն, քան այս իշխանությունը չի եղել։ Աղքինների բոլոր թերություններով, կոռուպցիայով եւ մնացածներով, բայց իմ այդ համոզմունքը կիսում են ինձ թվում է քաղաքացիների 10-20%-ը։ Փաշինյանը հարցականի տակ է դնում կամ փորձում է վերաիմաստավորել ընդհանուր ձևակերպմամբ մեր ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը, եկեղեցի, խորհրդանիշ, պետության հայրենիք ձևակերպումներն է փորձում նոր իմաստալ եւ մատուցել մարդկանց պետության լինել չլինելը իշխանության կամ ինչպիսին լինելը իշխանության կամ քաղաքական գործչի անելիքն է։ Այդ ձևակերպումներ տալը եւ հասարակությանը չակերտավոր ասած կրթելը նոր Ընդհանուր առմամբ էլիտա է, հա, ոչ միայն քաղաքական գործիչների, այլև պետական գործիչների, չգիտեմ, մտավորականների, կրթական համակարգի եւ այլն, նրանք բոլորը պետք է տան այդ ձևակերպումները։ Ընդհանրապես մենք որպես օրինակ վերցնում ենք Եվրոպան, հա, բայց ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան այդպիսի օթից վերցրած բաներ նրանք չեն ասում, որ մենք չենք ընդունում, չգիտեմ, մեկ դար առաջ տեղի ունեցած բաները մենք կարծում ենք, որ նրանք սխալ են եւ այլն։ Այսինքն նրանք բոլորը եւ իրար դեմ իդեպ, հա, որովհետեւ այդ կոնկրետ այս երկու երկրները իրար դեմ կռվել են եւ այլն, նրանք լավ հարաբերությունների մեջ են, բայց նրանք չեն մոռանում իրենց անցյալը, նրանք չեն ուրանում, հա, այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում։ Իսկ մեր մոտ շատ ակտիվորեն գնում է այդ ուրացման process-ը։ Ինձ մեկը գրում է. անիցիալ լինի 1988 թվականի շարժումը, որովհետև այն բերել է բազմաթիվ զոհերի։ Հասկանում եք, այսինքն մենք չպիտի դիմադրեինք Ադրբեջանին, մենք չպիտի մեր արժանապատվությունը հաստատեինք, մենք պետք է թույլ տայինք, որ ադրբեջանցիները մտնեն, ինչպես որ նրանք մտնել են Սումգայիթ եւ Բաքու, նրանք մտնեն հայկական բնակավայրերը եւ անզեն մարդկանց մորթեն ու բռնաբարին, այսինքն մենք հիմա վերանայում ենք այդ ամբողջ պատմությունը եւ 92-94 թվականի պատերազմը, որը հիմա համարվում է, որ այդ պատերազմը մղվում էր Հայաստանի միջազգայինորեն ընդունված սահմաններից դուրս, այսինքն սխալ պատերազմ էր։ Այդպիսի ուրացում եւ 15 թվականը եւ ազգային խորհրդանիշներ այդպիսի ուրացումը բերում է, որ իբր մենք այսպես
ինկուբատորի մեջից ենք դուրս եկել, այսինքն անցյալ չենք ունեցել եւ մեր անցյալը սկսվել է նույնիսկ ոչ թե 2018 թվականին, այլ մոտավորապես 2022 թվականին, երբ որ Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Այդպես չի կարող լինել եւ ոչ մի երկրում այդպես չկա։ Եվ վաղ թե ուշ դրա մասին դա կզգացվի, հա, որ մենք լրիվ մոռանում ենք ինստիտուցիոնալ հիշողությունը մեր արմատները։ Խնդիրը չեք կարծում, որ ոչ թե քաղաքական վերնախավն է կամ էլիտաներն են, որոնք նման ձևակերպումներ են փորձում պարտադրել կամ սովորեցնել մարդկանց, այլ մենք հասարակությունը, որոնք իրոք ազդվում են այդ ամեն ինչից, այսինքն աշխատում է այս ամեն ինչը։ Առայժմ աշխատում է, այո։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունը ասում է ժողովուրդ բառը, հա, որովհետև ժողովուրդը կորոշի, մենք կշարունակենք իշխել, հա, 26 թվականին ժողովուրդը։ Այդ բանը ինձ համար ոչ մի նշանակություն չունի, որովհետև ժողովրդին կարելի է խաբել, կարելի է ահաբեկել, ինչպես որ անում էին առաջ, կարելի է, չգիտեմ, լցոնել քվեատուփերը, ամեն ինչ կարելի է կաշառել, ինչպես որ անում էին։ Ինչ միթե խաբելը ժողովրդին ավելի լավ է, քան ենթադրենք կաշառելը։ Նույն այդպես որ ժողովուրդը որոշում է, այդ բանը չենք ովքեր են մեղավոր, մենք ենք ուրեմն, չգիտեմ, պատասխանատու եւ այլն, համաձայն եմ։ Դրա համար պետք է ոչ քաղաքական գործիչները ավելի ակտիվլի դեն, որովհետեւ քաղաքական գործիչը ունի իր սպეციფիկան։ Եթե թույլ տաք մի օրինակով, հա, ենթադրենք 3 միլիոն բնակչություն Հայաստանի վստահ է, որ երկրագունդը տափակ է։ Ես գիտեմ, որ երկրագունդը կլոր է։ Ես կարող եմ ուղիղ ձևով ասել, որ երկրագունդը կլոր է։ Եթե ես քաղաքական գործիչ լինեի, ես կասեի, մի քիչ կարող է կլորավում նա, մի քիչ էլ տափակ է եւ այլ, այսինքն ես կգնայի կոմպրոմիսի այդ 3 միլիոնի հետ։ Նույնը հիմա, հա, ես վստահ եմ, որ Բաքվում խոշտանգվող մեր հայրենակիցները տարապում են եւ դա սխալ է, դա վատ է, հա, որ թշնամու գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները խոշտանգվում են, բայց հասարակության մեծ մասը, չգիտեմ, զգալի մասը դարձյալ չգիտեմ, չեմ կարող ասել, ասում է, որ նրանց տեղն է, որովհետեւ նրանք թալանել են։ Նրանք թալանել են Արցախը, թալանել են Հայաստանը եւ նրանց հասնում է, որ նրանց խոշտանգեն։ Այսինքն այստեղ միանշանակ ճշմարտությունը, որ դու ասում ես, դու չպիտի հարմարեցնես, ասես հա մի քիչ թալանել են եւ այլն։ Դու չպիտի հարմարեցնես այդ 3 միլիոն թե 1 միլիոն թե կես միլիոն մարդու կարծիքի հետ։ Բայց այդ հեղինակություններն էլ կարծես չկան էլ, ոչ կառույցի, ոչ անհատի, լրագրողներ են թիրախավորվում, եկեղեցականներ են թիրախավորվում, արվեստագետներ են թիրախավորվում։ Հիմա եթե դուք թույլ տաք, որ YouTube-յան այս տեսագրության մեջ տակը գրեն մեկնաբանություններ, դուք կհամոզվեք ձեր խոսքերի ճշմարտացիության մեջ։ Այո, այսինքն ինչպես էր առաջ ես սկսեցի շատ վաղուց, հա, 83 թվականին առաջին անգամ եթեր դուրս եկա։ Առաջ ես եթեր էի դուրս գալիս, դիմացը նստած էր հեռուստադիտողը, որը եթե իմ ասածը նրան դուր չի գալիս, եթե իմ ասածը նրան դուր չի գալիս, նա ինչ անում է, փոխում անջատում է, ոչ մի ուրիշ բան գործիք չունի։ Հիմա երբ որ ամեն ինչ ինտերակտիվ է, այսպես ասած, լինեմ ես ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, լինեմ ես ամենակրթված, ամենազարգացած մարդ, լինեմ ես իմաստուն Պլատոնը եւ, չգիտեմ, Արիստոտելի նման, միևնույն է, տակը կգրեն, ինչ ես էշ խոսում։ Մենք գիտենք ում պատվերն ես դու կատարում։ Եվ վերջ, ոչ մի Պլատոն, ոչ մի Արիստոտել հիմա չի կարող լինի, ոչ մի Ժան-Պոլ Սարտր չի կարող լինի։ Իսկ գուցե մենք ինքնախապեյությամբ ենք զբաղված մեր հասարակության որակումը տալու առումով, եթե մեծամասնությունը այդպեսին է, անդվզում չկա, հարցեր չկան, այսինքն այդ Փաշինյանի առաջարկած նյութականը առաջ բերելով, հա, որտեղ հաց այնտեղ կաց, խորոված, խաշլամա տրամաբանությամբ առաջնորդվող մարդիկ են, այդ դեպքում գուցե այդ անդիմանալն էլ պետք չէ։ Ես կարծում եմ բոլոր դեպքում պետք է, հա։ Եթե նույնիսկ ասում եմ, եթե նույնիսկ մարդիկ վստահ են ինչ որ մի սխալ թեզի մեջ, դու պետք է ասես ճիշտ թեզը։ Քեզ կարող են քարկոծել, կասեն ծախված ես, չգիտեմ եւ այլն, բայց միևնույնն է դու պետք է ասես։ Գուցե այս սերունդը չհասկանա, հաջորդ սերունդը հասկանա, կամ գուցե ոչ ոք չհասկանա, բայց դու քոնը պիտի ասես։ Արա ինչ որ պետք է եւ ինչ որ լինում է թող լինի, ասում էր Տոլստոյը։
Փաշինյանի վարած քաղաքականությունը, այս փոփոխությունները, թիրախավորումները, վերաիմաստավորումների մասին եմ խոսում։ Մենք սովորաբար որպես անգիտություն, միամտություն, թուլություն կամ իմպուլսիվություն ենք որակում, իսկ ինչ է կարծում, դա այդպես է, թե ամեն դեպքում մտածված մոտեցում է սա հասարակությանը իշխելու կամ Իշխելում հետ համաձայն եմ, այսինքն գերնպատակը իշխելն է, թե ինչպես է իշխում Փաշինյանի համար լրիվ մեկ է։ Այսինքն 18-20 թվականներին նա լրիվ այլ ձևի, չէ, այլ ձև էր մոտենում։ Նա գնում էր միջազգայինորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղ, այնտեղ զինվորների ձեռքն էր սխմում, այնտեղ, չգիտեմ, ճարեր էր, բոցաշունչ ճարեր էր, ղեկավարության հետ հանդիպում էր, հարսանիքներ, չգիտեմ, շքերթներ եւ այլն։ Այդ ժամանակ նա մտածում էր, որ այդպես է իշխելու։ Նա մտածում էր, որ Հայաստանը հաղթելու է պատերազմում։ Հենց որ տեսավ, որ Հայաստանը չի հաղթում պատերազմում, նա ասաց, ահա, դա իմ խորամանկ մտածում։ Ես հատուկ պարտվեցի պատերազմում, որովհետև եթե մենք հաղթեինք պատերազմում, կամ եթե մենք ընդունեինք 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն առաջարկները, մենք կախված կլինեինք Ռուսաստանից։ Այսինքն հետին թվով իմպուլսիվ է, այո, ինչ որ չափով իմպուլսիվ է, բայց կա մի գերնպատակ՝ պահել աթոռը։ Այսինքն այսպես մարդիկ ավելի կառավարելի են դառնում, երբ որ չունեն սկզբունքներ, չունեն արժեքներ։ Մարդիկ ավելի հեշտ են կառավարում, այդպես ասեմ։ Եվ մեր զրույցը ամփոփելով, ինչպես հասարակությունը այս քաղաքական անկայունության մեջ կողմնորոշիչներ գտնի մարդիկ, ովքեր իրենց դեռ հարցեր են տալիս, ինչ որ չափով չեն հասկանում ինչ է կատարվում մեր երկրում, չեն տեսնում ապագան, ինչպես հասկանալ ով ենք մենք, ինչի մասին ենք, ուր ենք գնում, որովհետև եթե մենք մեզ չենք ճանաչում, այդ ազգային փիլիսոփայությունը չկա պետության հիմքում, դժվար է հասկանալ, թե ուր ենք գնում եւ ինչ կարող ենք անել առհասարակ։ Ինքնաճանաչումը չկա։ Ես առանձնապես լավատեսորեն տրամադրված չեմ այս առումով, որովհետև կարծում եմ, որ նրանք ովքեր ասում են եւ պետք է ասեն, եթե մարդիկ չեն հասկանում նրանք ով են եւ ուր են գնում, ապա մեղքը նրանց վիզա։ Այսինքն կրթության դերն էլ չէ, այստեղ ինչ որ չափով կա կրթության դերը, մանկապարտեզից դպրոցից կա կրթության դերը։ Ես փորձում եի դասավանդել դպրոցում, բայց 40 հոգուց 2 հոգի է լսում, թե ինչ եմ ես ասում, մնացածը հեռախոսների մեջ բացարձակապես նրանց հետաքրքիր չի։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։